Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք մեր շատ սիրելի Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մեկը՝ Խելոքն ու հիմարը։ Երկու աղբեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք աղբերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Այնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է։ Մի օր էլ կանգնում է, թե աղբեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ առանձին ապրեմ։ Լավ, ասում է խելոքը, այսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ։ Երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի ինձ, որը դուրսը մնա քեզ։ Ժամանակն էլ լինում է ձմեռ։ Հիմարը համաձայնում է, ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։ Ձմեռվա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուրն են հասնում, թե չէ, իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ, քոսոտ մոզի գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին, այս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։ Այ մոզի արի հեյ կանչելով գնում է։ Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի, այ մոզի արի հեյ ավերակի արձագանքը կրկնում է։ Հեյ, հիմարը կանգնում է։ Ինձ հետ ես խոսում, հա։ Ավերակը ձայն է տալի, հա, մոզին ուզում ես, ես, քանի մանետ կտաս, 10, հիմի կտաս, թե չէ, չէ, դե էքուց կգամ, որտեղից որ է ճարի, արի։ Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։ Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի ասիլ, գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։ Հը, ասում է, մորթել ես կերել, հա, չաղեր, թե չէ, չէ։ Հիմարը այստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։ Էդ իմ բանը չի, ասում է, առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը, 10 մանետ, դեղին ոսկի։ Սկի, էս էլ որ լսում է հիմարը բարկանում է, ձեռի փայտը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին, մի երկու զարկում է, պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ, հնուց այդ պատում գանձ է եղել պահած, քարերը որ վեր են ընկնում, ոսկին թափում է հանկարծ, առաջը լցվում։ Այ այդպես, բայց այսքան ինչ եմ անում, 10 մանետ ես պարտ, իմ 10 մանեթը տուր, մնացածը քու փողն է, ինչի՞ս է պետք։ Մի ոսկի է վերցնում գալի տուն։ Հը, մոզիդ ծախեցի՞ր, ծիծաղելով հարցնում է խելոք աղբերը։ Ծախեցի, ում վրա։ Ավերակի։ Հետո փող տվավ, իհարկե տվավ, դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ առաջից փռեց, իմ 10 մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի այնպես փռված։ Ասում է ու ոսկին հանում ցույց տալի։ Էդ որտեղ է աչքերը չորսի անում խելոք աղբերը։ Ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, այնքան կհավաքես շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։ Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։ Բեր, ասում է, ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։ Հիմարը նոր շորերի անունը որ լսում է, ձեռինն էլ է տալի աղբորը, տանում է մնացածի տեղն էլ է ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց աղբոր համար նոր շորեր չի առնում։ Էս հիմարը ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։ Պարոն դատավոր, ասում է, ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի։ Հերիք ընդհատում է դատավորը, էս հիմարը որտեղից եկավ, ոնց թե մոզին ավերակի վրա ծախեցի, վրեն ծիծաղում է ու դուրս անում։ Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։ Ու ասում են մինչև այսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի։ Պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում։ Ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք աղբերն էլ ծիծաղում է ամենքի հետ։ Ահա եւ վերջ սիրելիներս։ Այսպիսի հեքիաթ Հովհաննես Թումանյանի կողմից։ Կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ։ Ցտեսություն։
Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակ։